Ով է եղել ձեր առաջին celebrity crush-ը։ Եթե իքական սերի ներկայացուցիչներին այս հարցը տան, մեծամասնությունը կպատասխանի հին ու բարի Դիկապրիո։ Ոմանք նրան ճանաչել եւ սիրել են Ռոմեո եւ Ջուլիետ ֆիլմից հետո, ոմանք էլ լեգենդար Տիտանիկ ֆիլմից հետո։ Դիկապրիոյի դերասանական կարիերան սկսվել է 1990-ականներին հեռուստասերիալներից եւ գովազդներից, սակայն նա կարողացել է արագորեն գրավել համաշխարհային ճանաչում ֆիլմերում իր տպավորիչ դերասանական խաղի շնորհիվ։ 2016 թվականին նա ստանում է իր երկար սպասված Օսկարի արձանիկը որպես լավագույն դերասան։ Լեոնարդո Դիկապրիոյի անձնական կյանքը լրատվամիջոցների մշտական խոսակցության թեմանն է։ Պատճառը նրա 24-ամյա զուգընկերուհի մոդելներն են։ Տիկնակ եւ պարոնայք, հարմար տեղավորվեք, լցրեք փրփրուն գինին եւ վայելեք սիրված դերասան Լեոնարդո Դիկապրիոյի կյանքին նվիրված հոլովակը։ Ողջույն, բարի գալուստի Մալիք, ես Անահիտն եմ։ Ուրախ եմ, որ միացրել եք այս հոլովակը, քանի որ այս հոլովակը պատրաստում եմ բացառապես ձեր ցանկությամբ։ Դուք շատ անգամներ ինձ գրել եք մեկնաբանություններում, որ նկարեմ հոլովակ Լեոնարդո Դիկապրիոյի մասին։ Ես երկար ժամանակ հետաձգում եմ այս հոլովակը, քանի որ որպես այդպեսին Դիկապրիոն հետաքրքիր կյանք չունի, որի մասին կարելի է անդադար խոսել։ Նա եզակի դերասաններից է, ում դերասանական խաղն է արժանի ուշադրության, այսինքն պետք է նայենք նրա ֆիլմերը։ Իսկ ինչ է կատարում նրա անձնական կյանքում, այնքան փակ է ինֆորմացիան, այնքան ոչ միտեղ ոչ մի բան չի սողում եւ դուրս գալիս, որպեսզի մենք կարողանանք քվեարկենք, աստված ջան, Եվրատեսելից հետո է։ Նրա կյանքում ոչ մի բան տեղի չունեն, ոչ մի սկանդալ, ոչ մի հետաքրքիր երևույթ, որ մենք կարող ենք քննարկել։ Այդ իսկ պատճառով կային ինչ որ կա։ Հուսով եմ, որ հոլովակը ձեզ դուր կգա։ Չմոռանաք անպայման սեղմել լայքի կոճակը։ Բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե ինչ պատճառներով չեք հետևում, այս ալիքում շատ հետաքրքիր է։ Մենք այստեղ կտրվում ենք մեր առօրյա հոգսերից, բամբասում ենք ուրիշներից։ Դե ինչ, գնացինք առաջ։ Օսկարակիր դերասանի կյանքի պատմությունը սկսվում է իր ծնվելուց առաջ։ Լեոնարդո Դիկապրիոյի մայրը Էրմելինը տղայի անունը ընտրել է մի շատ յուրահատուկ պատմության հիման վրա։ Նա պատմել է, որ երբ հղի է եղել Լեոնարդով, ինքը այցելել է մի պատկերասրահ Իտալիայում։ Այնտեղ նա դիտել է Լեոնարդո դա Վինչիի մի նկար եւ հենց այդ ժամանակ փոքրիկ երեխան Լեոնարդոն սկսում է հարվածել մորը որովայնից։ Սա իր մայրը համարել է նշան եւ որոշել տղային անվանել Լեոնարդո՝ ի պատիվ հռչակավոր վերածննդի մեծ վարպետի։ Տղան ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 11-ին Լոս Անջելեսում։ Նրա ծնողները ամուսնալուծվել են որդու ծնվելուց 1 տարի անց։ Դեռ մանուկ հասակում Լեոնարդոն երազում էր դերասան դառնալու մասին։ Դպրոցական տարիներին նա հաճախել է թատերական դասընթացների եւ ստուդիաների, որտեղ ջանասիրաբար սովորել է դերասանի վարպետություն։ Դիկապրիոն նկարահանվել է բազմաթիվ հաջողված գովազդներում, ինչպես նաեւ նկարահանվել է հայտնի հեռուստասերիալների դրվագներում։ Հետագայում 4 տարի սովորել է Լոս Անջելեսի համալսարաններից մեկում, որտեղ ընտրել է թատերական բաժինը։ Ի տարբերություն մյուս ալիստի դերասանների, Դիկապրիոն ունի պրոֆեսիոնալ դերասանական կրթություն, այն էլ բարձրակարգ։ Լեոնարդո Դիկապրիոյի դեբյուտը կինոմատոգրաֆիայի կենսագրության մեջ տեղի է ունեցել 1991 թվականին։ Նա նկարահանվել է Critters 3 կատակերգական սարսափ ֆիլմում։ 2 տարի անց դերասանին առաջարկել են մարմնավորել մտավոր հետամնաց տղայի գլխավոր հերոսի եղբորը Անրին, ինչ է ուտում Գիլբերտ Գրեյփը ֆիլմում։ Եղբորը մարմնավորում էր Ջոնի Դեփը։ Այս աշխատանքի համար Դիկապրիոն առաջին անգամ առաջադրվել է Օսկարի։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս դիտել այս ֆիլմը, եթե ինչ-ինչ պատճառներով այն դեռ չեք դիտել։ Լեոնարդոյի դերասանական խաղը ապշեցուցիչ է։ Լեոյի ստեղծագործական կարիերայի կարևոր կետը Բազ Լուրմանի Ռոմեո + Ջուլիետ ֆիլմն էր, հիմնված Շեքսպիրի ողբերգության վրա։ Դիկապրիոն անմիջապես է ստացել այս գլխավոր դերը։ Նկարահանումների ընթացքում նա ցուցադրել է դերասանական բարձր վարպետություն։ 95-ին նա նկարահանվել է Արագ եւ մեռած ֆիլմում։ Ֆիլմի պրոդյուսերներից եւ գլխավոր դերասաններից մեկը Շերոն Սթոունը կարևոր դեր է խաղացել Դիկապրիոյի ընտրման հարցում։ Նա անձամբ է մասնակցել քաստինգին եւ դերասանների ընտրությանը։ Դիկապրիոյի փորձնական խաղը այնքան էր տպավորել Սթոունին, որ նա պնդել է, որ հենց տղան պետք է ստանձնի կիդի դերը։
Այդ ժամանակ ստուդիան որոշակիորեն հապաղում էր, քանի որ Դիկաբրիոն այդքան էլ ճանաչված չէր։ Բայց թողն այնքան վստահ էր տաղանդի վրա Լեոնարդոյի, որ ինքն է վճարել Դիկաբրիոյի վարձատրությունը իր գրպանից։ Ֆիլմը, որը Լեոնարդոյին դարձրեց աշխարհահռչակ աստղ, Ջեյմս Քեմերոնի Տիտանիկն էր։ Ինքը նախկին Ռոմեոն հրաժարվել էր այս ֆիլմը նկարահանվելու առաջարկներից, սակայն Ջեյմսը կարողանում է համոզել Լեոնարդոյին եւ նա նկարահանվում է։ Առաջին օրը սկսում են բարդ տեսարանով, նկարում են Ռոզի դիմանկարը, ում մարմնավորում էր Քեյթ Ուինսլեթը։ Ֆիլմը բարձր գնահատականներ է ստացել կինոքննադատների կողմից եւ արժանացել 11 Օսկարի, բայց ինքը Լեոն անձամբ Օսկարի չի առաջադրվել։ Այս փաստը բնականաբար վիրավորել է դերասանին եւ նա անտեսել է մրցանակաբաշխության արարողությունը։ Սակայն երբ որ ստացել է Ոսկե գլոբուսում անվանակարգ լավագույն դերասանի համար, Հոլիվուդում նա դարձել է ամենաբարձր վարձատրվող աստղերից մեկը։ Բացի այդ, People ամսագիրը Լեոին ներառել է մոլորակի 50 ամենագեղեցիկ մարդկանց ցանկում։ Աստղի կինոգրաֆիան համալրվել է այնպիսի տպավորիչ նախագծերով, ինչպեսիք են «Բռնիր ինձ եթե կարող ես», «Անիծվածների կղզի», Նյու Յորքի ավազակախմբերը, Wall Street-ի գայլը, Սկիզբը, Մեծն Գետսբին, իհարկե, որի դեպ ես այդքան էլ չեմ սիրում, բայց բոլորը շատ են սիրում այս ֆիլմը։ 16 թվականին թողարկվել է ֆիլմ Լեոնարդո Դիկաբրիոյի մասնակցությամբ։ Վերադարձը վերնագրված ֆիլմը պատմում է Գլասոյի մասին, ով ողջ է մնում հնդկացիների հարձակումից եւ Գրիզլիի հետ մենամարտից։ Ֆիլմը նկարահանվել է էքստրեմալ պայմաններում։ Տեսարանների մեծ մասում ռեժիսորը հրաժարվել է կանաչ ֆոնի օգտագործումից հօգուտ բնական տեսարանների։ 42 տարեկանում հենց այս ֆիլմի համար Լեոնարդոն ստանում է իր բաղզալի առաջին Օսկարի արձանիկը։ Ինչպես ասեցի, Լեոնարդո Դիկաբրիոն ինքը շատ հանգիստ անձնավորություն է, իր մասին ոչ մի վատ ինֆորմացիա դուրս չի գալիս։ Մենք չենք կարող նրան մեղադրել ինչ-որ սկանդալներում հայտնվելու մեջ, մենք չենք կարող նրան մեղադրել ինչ-որ բան սխալ ասելու մեջ, որտեղ որպես այդպիսիք գոյություն չունեն։ Այս մարդուն չես կարող կպնես, ասես գիտես ինչ կա, դու սենց չես արել, դու սենց պետք է անես։ Եթե նրա շուրջ կա հավաքված բամբասանք, դա զուտ բամբասանք է, որտեղ թեմա էլ չկա քննարկել։ Դուք մեկնաբանությունների բաժնում կարող եք գրել, թե Դիկաբրիոյի մասնակցությամբ որ ֆիլմերն եք շատ սիրում։ Ես առաջին անգամ, երբ որ տեսել եմ Դիկաբրիոյին, դա եղել է Մեռած եւ Արագը եւ Մեռած ֆիլմը, տպավորվել էր այն ինձ մոտ շատ ուժեղ ու չգիտեմ, դրանից հետո երևի ես սիրեցի Տիտանիկը։ Հնարավոր է որ միայն դրանից հետո, քանի որ ես այդ ֆիլմի մեջ Դիկաբրիոյին այդքան էլ չեմ սիրում, Ռոզի մասին խոսք չկա։ Քեյթ Ուինսլեթը իմ համար ուրիշ կարգի դերասանուհի է, բայց ամեն դեպքում շատ եմ սիրում նաև Դիկաբրիոյի Սկիզբը ֆիլմը, Անկիրություն, Նյու Յորքի ավազակախմբերը, խոսքեր չունեմ ասելու, իսկ դուք մեկնաբանություններում գրեք ձեր ամենասիրելի ֆիլմերը Լեոյի մասնակցությամբ։ Բարեգործությունը դերասանի կյանքում կարևոր տեղ է գրավում։ Լեոնարդոն այն աստղերի թվում է, ովքեր մտահոգված են վայրի բնության պահպանությամբ։ 1998 թվականին նա հիմնադրել է Լեոնարդո Դիկաբրիո հիմնադրամը, որը 20 տարվա ընթացքում ֆինանսավորել է 70 բնապահպանական ծրագրերի աշխարհի 40 երկրներում։ Աստղի ջանքերը ճանաչվել են ՄԱԿ-ի կողմից, որը 14 թվականին Դիկաբրիոյին նշանակել է կլիմայի փոփոխության գլոբալ դեսպան։ 2019 թվականին Դիկաբրիոն իր գոլեգա Ուիլ Սմիթի հետ միասին ներդրումներ է կատարել ֆիրմային սպորտային կոշիկների ստեղծման մեջ, որոնց վաճառքից ստացված հասույթը ուղղվում էր Ամազոնի հրդեհների դեմ պայքարին։ Նա նախկինում $5 միլիոն է նվիրաբերել տարածաշրջանի կենսաբազմազանության պաշտպանությանը։ 25 տարուց ավել է, ինչ Լեոնարդո Դիկաբրիոյի ամենամտերիմ ընկերը Լուկաս Խաասն է։ Շատերը կասկածում են, որ Լուկասի եւ Լեոնարդոյի միջև ոչ միայն ընկերական հարաբերություններ են, այլև սիրային։ Շատերը մեղադրում են Լեոնարդոյին հոմոսեքսուալ լինելու մեջ։ Ինչու է նա այդ փաստաթղթում, դա տարածված պատճառ է Հոլիվուդում, եթե դու ասես, որ դու հոմոսեքսուալ ես, քո ֆիլմերը չեն վաճառվի կամ քո երգերը եւ ալբոմները չեն վաճառվի, այս պատճառով բոլորը պետք է մնան հետերոսեքսուալ։ Բայց մեղադրել Լեոյին, որ նա ունի մտերիմ ընկեր, ում հետ հնարավոր է որ եւ ապրում է նույն տան մեջ, անդադ ճամփորդում է, նրան անվանել համասեռամոլ, ինձ թվում է սխալ է։
Պետք է թողնել, որպեսզի մարդ ինքը գա դրան, նա ինքը հայտարարի, եւ եթե չի հայտարարում, դա ոչ մեկիս խնդիրը չէ։ Մենք չենք հավաքվել այստեղ, որպեսզի կամ մենք այս աշխարհում չենք հավաքվել, որ քննարկենք մարդկանց սեքսուալ կյանքը, դա մեր խնդիրը չէ։ Մեր խնդիրը նրան դիտել որպես դերասանի, երգչի կամ երգչու, ինչ որ մեկի մասին, թե խոսքը գնում է հայտնի։ Ինչա կատարում ուշի անձնական կյանքում, դա ընդհանրապես մեր խնդիրը չէ։ Երևի թե այնքան բան չկար Դիկաբրիոյի մասին խոսելու, որ անընդհատ հիշեցնում են այս խեղճ տղայի հետ նրա հարաբերությունների մասին։ Եթե չնկատեցիք, մենք քիչ-քիչ անցնում ենք սկանդալներին, որոնք այնքան քիչ են եղել Դիկաբրիոյի կյանքում, որ իսկի խոսելն էլ անիմաստ։ Դիկաբրիոյի անձնական կյանքը լրատվամիջոցների մշտական ուշադրության առարկան է։ Լեոն դեռ ամուր է եւ համարվում է հոլիվուդյան Դոն Ժուան։ Երիտասարդ տարիներին դերասանը հանդիպել է մոդել Հելեն Քրիստենսի հետ։ Շատերը ենթադրում են, որ գեղեցկուհին դառնալու է դերասանի կինը, սակայն ոչ։ Երկրորդ սիրավեպի հերոսուհին մեկ այլ մոդել էր՝ բրազիլուհի Ժիզել Բունթենը։ Տարբեր ժամանակներում նա հանդիպել է մոդելներ Բալ Ռաֆայելի, Բլեյք Լայվլի, Էրին Իզերթոնի, Թոնի Գարնի, Նինա Ագդալի հետ։ 18 թվականին Լեոնարդոյի նոր գիրքը դարձավ գեղեցկուհի Կամիլա Մորենեն, դերասան Ալ Պաչինոյի խորթ դուստրը։ 2023-ի փետրվարին տաբլոիդները դերասանին վերագրել են իտալացի մոդել Էդեն Պոլանի հետ նոր սիրավեպ։ Լեոնարդո եւ Էդենի տարիքային տարբերությունը 29 տարի էր։ Իդեպ առանձին խոսակցության թեմա է հոլիվուդյան աստղի ընտրյալների տարիքը։ Երկրպագուները նկատել են, որ դերասանը նախընտրում է հանդիպել մինչև 25 տարեկան աղջիկների հետ։ Դիկաբրիոյի նոր ընտրյալը իտալուհի մոդելը Վիկտորիա Չերետին է։ Դիկաբրիոն հաճախ է կազմակերպել կամ մասնակցել շքեղ եւ երկարատև երեկույթների, զբոսանավերում, կղզիներում կամ փակակումներում։ Դրանք դարձել են լուրերի աղբյուր կապված ալկոհոլի, պարերի, մոդելների եւ հայտնիների հետ։ Չնայած այդ ամենը ապօրինի չի եղել, այն երբեմն ստվեր է գցել նրա բնապահպանական կերպարի վրա։ Վերջերս խոսում էին Լեոյի եւ Դիդի համատեղ խնջույքների մասին։ Համացանցը ակտիվ քննարկում էր այդ թեման։ Դիկաբրիոն, ինչպես նշեցի հոլովակում, ակտիվ բնապահպան է, նա հաճախ է խոսում կլիմայի փոփոխության մասին։ Սակայն նրանք քննադատում են մասնավոր ինքնաթռներ, շքեղ զբոսանավեր եւ խոշոր քանակությամբ ռեսուրսներ օգտագործելու համար։ Այս կյանքի ապրելակերպը հակասում է այն ուղերձին, որը նա տարածում է։ Killers of the Flower Moon-ը Լեոնարդոյի 7-րդ համագործակցությունը ռեժիսոր Մարտին Սկորսեզի հետ։ Իդեպ դերասանը նախագծում հանդես է եկել որպես համապրոդյուսեր եւ կատարել է գլխավոր դերերից մեկը։ Լեոնարդոն ստացել նաեւ մեկ այլ գլխավոր դեր Փոլ Թոմաս Անդերսոնի ֆիլմում։ Դրա սյուժեն դեռ չի բացահայտվել, սակայն նկարահանումները սկսվել են 2024 թվականին Կալիֆոռնիայում։ Ես հուսով եմ, որ հոլովակը հավանեցիք, ես հուսով եմ, որ արժանացա ձեր լայքերին, ձեր գնահատականներին, շնորհակալ եմ մինչև վերջ հոլովակը դիտելու համար, լավ մնացեք, մենք շատ շուտով կհանդիպենք։